Ոչինչ, դու էպիլեպսի գնա բանակ։ Քո տղեն էպիլեպսիկա, Վանեցյանի տղեն չգիտեմ, Արգանդի մինինգի դա, Տարոմականի տղեկը հղի են, բանը, Արշակի տղեն, ո՞նց ասում որ ես մորը ծսրած եկնային գրասենյակը, ինչքան չոր ցավկա լցմա ձեր վրեն։ Այն բանակը մնամ չունևոր եւ ալի համար, հա։ Դհարց։ Գյուղացու չունևոր բավորի եթե մի համար։ Ով ասել է մեղավորը։ Այս իշխանությունները։ Բայց դու հայր ես, դու չես ասեմ, տղա ջան, ես քո որ, այսինքն ինչ դասիրակություն ես տվել, որ 19 տարեկան լակոտի վրա ախրանիկ ես կծեմ, զենքը ձեռը, որ ինչ անի։ Արեց։ Հիմա խառվել եք, ասում չէ, նրանք են մեղավոր, քֆուր են տվել, լավ են արել։ Իրանք սևանը կուզեն քֆուր կտան, կուզեն ժաշ կտան, քո ինչ գործ։ Քո լակոտի ինչ, քո լակոտը քֆուր չի տալը, թե բծերի մոտ իաներ ուզեմ, ցույց տալ, որ ինքը տղա է։ Ու սրա մեղավորը դու ես, ընկեր NVD-ի մինիստր, դրանց Երևան քաղաքում Շմոն եկանով, Նիկոլին Գյուլլող կիլլերներին եք ուզում հայտնաբերեք, ոնց որ Նիկոլին Գյուլլող կիլլերը զենքը դոշին խփած, պիտի Երևանի մեջ ֆրաջ, որ դուք Նիկոլին Գյուլլող կիլլերներին գտնեք, որ բոզի տղեն Եվրոպայից հետ գա։ Այն Նիկոլը Եվրոպայա կիլլերները տուրը նստած պորրո է, գեյ պորրո է, նայեմ ժաժ են տալım։ Ինչի պիտի զենքը ձեռը վեկալի Երևանի մեջ մանկա, որ դու իլան գտնես։ Այ աբաս անգրագետ գյոտ։ Բա բռնում եք սեստենին բռնեք։ Բա չգիտեք որ արա ալիքի էսը արայի տղեն զենքը վրա խփած ֆռմա, բա գնայք բռնեք։ Բռնեք ես ու այդ մարդը չեր մեռնի։ Այդ նույն ատամնաբուժը լավնան օրինական զենք էր, բայց էլա օրինական։ Ջաստ։ Եվես բանը խոսակցությունը որ Նիկոլը փախած է երկրից։ Մինչև կիլլերներին գտնես, հա, բան չի, պատահական չի, բոզդեղեն գիտի որ լավը ծռելու են։ Չէ, դե լավ կիլլերին խնդրեմ, Տրամփի դեմը եկա պարկավ այդ երկար մազերով, բոզի տղեն ասկի, ոչ մեկ չասեց, այ հաղպի տղա դու ես։ Այո, Նիկոլի կիլլերին ջեն բարևներ։ Ազգային հերոսի կոչում։ Կիլլեր են մանգալում։ Ատես կիլլեր են մանգալում։ Զենքը ձեռը էր գալու, Նիկոլա մանգալու, ոչխարներ։ Այդ մեկ քո երկու դատախազները, ընկեր Աննա Վարդապետյան, Դոխոյան եւ Հարությունյան, որոնք որ դատական նիստերի պիտի գնային ամեն երկրորդ 5 շաբթին, Անդրանիկ Արմանդարյանի դատնա։ Խնդրեմ չեն գնացել նորից։ Մնաց միան դատականից եւ դատավորը գնում է Արցակուրտ օգոստոսին։ Այդ տղեն նորից ամիսուկես լրա էլի հենց գալիս է ապացույցները քննելու պահ, քո դատախազները հավես շունեն, հիվանդանում են, դատականիստի են, հետո կգանք։ Դոխոյանը հիմա այդ քո այդ ինչ էր սրա անունը։ Իրոպե։ Նշանիկին ես քեզ խորհուրդ եմ տալիս փոխարինես Դոխոյանով։ Նիհար, այն էլ նրան չէ։ Դեմե թո Դոխոյանն էլ քեզի գա շինի, բարգեմ Դոխոյանից երեխա կունենաս։ Չես ասում Դոխոյան լավ ծռեմ, դու դատական նիստ ես, քիչ ես, լավ դու չես ներկայացել, դու Հարությունյանը գնա, այն մարդիկ բերթերն պդմել, խնդրեմ, եւս մեկ ապացույց, որ դու փնթի ագարկա ես, երկրորդ ապացույցը քեզ, որ դու փնթի առարկա ես, որ այդպես էլ բանակից ազատված որևիցե մի օլիգարխի եթե մի վերաբերյալ քրական գործը հարուցվեց, հանրությանը չներկայացվեց եւ այդ զինվորը բանակ չզորակոչվեց։ Մյուսը այդ նույն օբյեկտի տիրոջ տղեն Ալեն Արսենի Ասլանյան նկարը վեկալ է գցել են։ Իբր թե երկհմա այդ տղեն։ Մարդը երկելա սիրն։ Ինչի եք խոչընդոտում մարդու վոկալի զարգացմանը։ Տարեք բանակ, որպեսի այդ տղեն 2002 թվականին ծնունդա։ Տարեք բանակ, որ այդ մարդը երգի, շարքով ճաշարան գնալուց երգի, ռազվոտ գնալուց երգի, ընդդեղի չամանամ, ադբոյ գնալուց երգի, մարդը սիրում է երգել, ինչի եք խոչընդոտում երգի։ Հաղորդումը տան, որ չասեք, հաղորդում չկա, չենք կարա տանենք այդ մարդու երեխուն բանակ, ուրա։ Օբյեկտի տերնա, այդ նույն օբյեկտը որտեղ բան եղել է, սպանություն տղեն ազատված ամանակից։ The number you have dialed is currently unavailable.
Մայոր Սաքսյան, բարև ձեզ, Մայոր Ղուկասյանն է։ Ալո։ Ալո, խնդրում եմ հաղորդում ընդունեք։ Գրեք ուրեմն Ալեն Արսենի Ասլանյան։ Ալեն Արսենի, հնջատվավ։ Ալո։ Ինչ եղավ սրան։ Եվարկյան։ Program, GeoQR. Մայոր Սաքսյան, կապն թատվեց, կներեք, գրեք, Ալեն Արսենի Ասլանյան, Այո, 22-12-2002 թվականի ծնունդ, գրանցվածա քաղաք Սևան, Նայիրյան փողոց, 170 շենք, 21 բնակարան, Նայիրյան փողոց 170 շենք, 21 բնակարան, 21 բնակարան։ Best Western Bohemian Resort ռեստորանի սեփականատիրոջ տղենա շատ ասիրում երկել։ Ինչի ռազմական ոստիկանությունը հնարավորություն չի ընձեռում այս տղային, որ մարդը բանակում երկի, ճաշարան գնալուց, ռազվոտ գնալուց, ես փոխանցեք ընկել ոստիկանապետին ռազմական։ Մի հատ բարձեք, ինչի չի ծառայել։ Շնորհակալություն։ Որտե բան երկում Ինքը շատ է սիրում երկել ռեստորաններում, իա պապայի ռեստորանում երկմա, տելեգրամ կանալում դրածա իմ, այս հարց օպերգացով տեղակալին տարեք բանակ թող է տղեն երկի բանակում, շնորհակալություն։ Տիրոջ տղեն էլ հետը, նորից հետ եմ ասում էլի բանակը դարելա բանվոր դասակ, բանվորա գյուղացիական բանակ եւ Կրասնայա արմիա, всех сильней։ Ասենք ոնց են 17 թվին մեն հեղափոխության, ինչքան գյուղացի չունե որ ռամիկա սաղ մտելին կամիր բանակ։ Այ հիմա այսօր դարելա մեր վիճակը, որովհետեւ ռազմական ոստիկանությունը, ես ռազմական ոստիկանությունը չեմ մեղադրում։ Ռազմական ոստիկանությունը բռնբերումա, զինվորական դատախազությունը, վсё, ջերմ ճամփումա, քնչականի հետ միասին։ Բոլե մենել սրանք բռնբերում են։ Զինվորական դատախազություն չկա, պաշտպանության նախարարություն չկա, գլխավոր շտաբ չկա, գլխավոր դատախազություն չկա, ժողովուրդը չի հելնում ասում, ձեր մորը ծսցնեմ այդ բանակը մեր համար ամենակ, հա? Եվ խնդրեմ, ձեր դասիրակության արդյունքում, ինքեր, արա, մենք այսօր երեք ավելի շուտ կորցրեցինք ատամնաբուժ, որը որ կյանքի բերումով եւ կոչումով նրա համար էր որ ծառայեր մարդկության հələ մի րոպե ալո հասկանում եք ես ցավում եմ ատամնաբուժի հարազատներին եւ բարեկամներին, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամներին եւ սրա մեղավորությունը այսօրվա իշխանությունն է իրենց բարդակով եւ սրա ֆոնի վրա որոշակի փլուշներ, ինչպիսին օրինակ Սարգիս Կարոլինայի սեփականատեր Երվան Թարվերձյանն է, որ հիմա գնաս ասես մի հատ չունե, որ ընտանիքի դեղի փոխտու չի տա։ Բայց 10 միլիոն դրամ փոխանցում է Աննա Բոլեյնի հիմնադրամին, նույն Երվան Թարվերձյանը, ով որ մտածա Սերժի ոռը։ Ոչոր հասարակությունը չասեմ, բոզի տղա, 10 միլիոն խես փոխանցել։ Քրիստիկ պատրաստում եք Երվան Թարվերձյանի վերաբերալ ի ընտանիքի անդամների, ով է ինչացույա, կնիկ, սիրած, քած, գյոտ, բոս, տղա, աղջիկ, հարց, փեսա, բոլորի վերաբերալ տեղեկանքները գրգմեք։ Ես մտնելու եմ Երվան Թարվերձյանի տուն 10 միլիոնի սեքսանեմ ընտանիքի հետ։ Եվ վերջում, սիրելի
հայրենակիցներ։ Նորից ուզում եմ դիմել հանրության օգնությանը։ Ինչպես գիտեք, մենք ունենք հոյակապ փաստաբանական թիմ, խոսքը վերաբերում է Lev Group փաստաբանական գրասենյակին, ցավոք սրտի բավականին թանկ, բայց որակյալ։ Ուստի ես պետք է դիմեմ հանրության օգնությանը, դուք մեկ անգամ օգնել եք մեզ, մենք անցկացրել ենք դրամահավաք եւ կարողացել ենք վճարել այդ փաստաբանական կոմպանիային մեր ժողովրդի, այդ թվում նաեւ իմ, իրավունքները պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության դատական եւ դատական ացիաներում, մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ այլն։ Եվ հիմա մենք նորից ունենք ձեր օգնության կարիքը, սիրելի ժողովուրդ։ Ես կարող եմ շատ հանգիստ կերպով պայմանավորվել, զանգել, չգիտեմ, այս օլիգարխին, այն օլիգարխին, սրա վզին դնել, նրա վզին դնել, ասեի, չգիտեմ, տարեք, բնվճարեք, չնայած իտակ կրուգոմ բեգոմ նյութեր են բան հրապարակում վիդեոներ Վարդան Ղուկասյանի անունից, չգիտեմ, դոդից են փող վեկալ է, Վարդան Ղուկասյանի անունից Թողմախի մայրից են փող վեկալ է, ումը որ փողը տվել ես, Թողմախի մեր եւ դոդ, եթե տվել ես իհարկե, որովհետեւ խիստ կասկածում եմ նամանավան Թողմախի մայրի լավը ծռես նա փող տվող չի, ումը որ տվել ես, գնա լավը ծռելով քո փողը վեկալ հետ, որովհետեւ ես քո փողը չեմ տեսել, ես քո փողը չեմ ստա։ Իմ անունից ումը տվել ես։ Եթե ես փող վեկալողը եմ եւ այլն, ես կարող եմ հանգիստ ասեմ գագո, չնայած գագոն պիտի քթիցակ ունենա ֆայմի, իմ իրավաբանական ծառայությունները մատուցող գրասենյակին, խնդրում եմ փոխանցի այսքան գումար։ Հիմա ես դիմեմ հասարակությանը, այն որ ասում են ինչով ձեզ օգնենք, պարոն Ղուկասյան։ Ես շուտով, այսինքն եթերից ամենջապես հետո, իսկ ես հատվածը խնդրած կլնեմ բոլոր TikTok-յան, Telegram-յան, Instagram-յան կանալներին կտրել եւ բանկային տվյալները փակցնել անմիջապես այս նյութի տակ, որպեսզի Հայաստանում գտնվող մեր հայրենակիցները, եթե ցանկանում են մեզ օգնել, գումարը բան փոխանցեն այդ հաշվի համարին, Եվրոպա այնտեղ կա եվրոյով առանձին, դրամով առանձին, ռուբլով եւ դոլարով, որպեսզի ձեր օգնությունը ինձ այս բան իրոք պետք է եւ անհրաժեշտ է մեր հետագա այսպես ասած իրավաբանական պայքարի համար, մեր քաղբանտարկյալների հետագա իրավաբանական ծառայությունների համար եւ ինձ հետ կապված, որովհետեւ մենք չենք ձգում եւ իրավաբանական ոչ մի ծառայությանը վճարենք եւ կուսակցության ծախսերը փակենք եւ այլն եւ ժողովրդին ինչ-որ մի ձեւով հետ օգնենք, այդ իսկ բանը պատճառով ես որոշել եմ դիմել ձեր օգնությանը եւ դրա հետ մեկտեղ, ինչպես գիտեք, մենք մի քանի անգամ վաճառ